Միջազգային ուժերի կողմից Լիբիայի ղեկավարին հավատարիմ ուժերի դեմ իրականացվող օդային գրոհների արդյունքում վերջիններս նահանջել են Միսրաթա քաղաքից։ Մոտակա մի շարք այլ քաղաքներում Քադաֆիի դիրքերը նկատելիորեն թուլացել են։ Օդային գրոհի թիրախ է դարձել օդագնացության մի ակադեմիա։ Սակայն այստեղ իրավիճակը շատ վտանգավոր է մնում, քանի որ Քադաֆիի ուժերը տանիքների վրայից կրակ են արձակում ժողովրդի վրա։ Մարդիկ այստեղ այն մտավախությունն ունեն, որ նահանջած հրասայլերը կարող են վերադառնալ, երբ միջազգային ուժերի օդային գրոհները ավարտվեն։ Անցած մեկ շաբաթվա ընթացքում Մուամմար Քադաֆին երեքշաբթի առավոտյան առաջին անգամ հանդես եկավ հրապարակային ելույթով մայրաքաղաք Տրիպոլիում տեղի ունեցած պայթյուններից մի քանի ժամ անց, հայտարարելով, որ Լիբիան մեջբերում է ի վերջո ջախջախելու է օտար ուժերին։ Դաշնակից երկրները, որոնք ուժեր են ուղարկել Լիբիայի կառավարական զորքերի դեմ, հույս ունեն ռազմական գործողություններին մասնակցող երկրների թիվը հասցնել 13-ի։ Նպատակը այս երկրի օդային ամբողջ տարածքը իրենց վերահսկողության տակ առնելն է, սակայն հարցն այն է, թե որ երկիրն է ստանձնելու միասնական հրամանատարության ղեկը։ Մեծ Բրիտանիան եւ Իտալիան ցանկանում են, որ հրամանատարությունը հանձնվի ՆԱՏՕ-ին։ Ֆրանսիան առաջարկում է դաշնակից երկրների համատեղ հրամանատարություն արաբական երկրների հրամանատարների մասնակցությամբ։ Իսկ Լիբիայում ամերիկյան ռազմական դերի շուրջ Վաշինգտոնում առկա են մեծ տարաձայնություններ։ Օրենսդիրներից ոմանք բողոքում են առանց կոնգրեսի հավանությունը ստանալու ռազմական գործողություններ սկսելու մասին նախագահ Օբամայի հրամանի դեմ։ Ոմանք էլ բողոքում նոր պատերազմի մեջ մտնելու եւ հավելյալ ծախսեր իրականացնելու հնարավորության համար։ Ինչպես Մերձավոր Արևելքի հարցերով հաստատության վերլուծաբան Գրեյմ Բաներմանն է ասում, կոնգրեսականներին անհանգստացնում էին միտքը, որ Օբաման ժամանակն օգտագործել է, որպեսզի ՄԱԿ-ը տա ուժ կիրառելու արտոնություն, սակայն այս հարցով չի դիմել կոնգրեսին, երբ պատերազմական բոլոր ծախսերը հաստատվում են հենց կոնգրեսում։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։